Արարատ բանկն ամփոփել է անցած տարվա գործունեության արդյունքները։ Բանկը 2024 թվականին ամրապնդել է իր դիրքը որպես վստահելի, մրցունակ, ռազմավարական առաջնահերթությունների ուղղությամբ կայուն զարգացում ապահովող ֆինանսական հաստատություն։ Այդ նշաձողը, որ մենք արդեն բարձրացրել ենք, ըստ էության հաջորդ տարիներին դա մեզ ստիպելու է, որպեսզի ավելի լավ եւ ավելի բովանդակային ցուցանիշներ ունենանք։ Արարատ բանկը արդեն 34-րդ տարեկան ժողովն է անում, ինչը նշանակում է, որ Արարատ բանկը ավանդույթներով բանկ է։ Երբ որ ունենք երկար տարիների փորձ ունեցող բանկ, սա եւս շատ կարեւոր է։ Չնայած բոլոր մարտահրավերներին, որոնք ժամանակ առ ժամանակ ազդեցություն եւ հետևանքներ կարող են ունենալ բանկային համակարգի վրա, 2024 թվականը Արարատ բանկի համար շարունակական հաջողությունների տարի էր։ Նոր ինստիտուցիոնալ գործակցությունների, ձեռքբերումների տեսանկյունից։ Մարտահրավերներին դիմակայել ենք, արդյունքներ են գեներացրել եւ կարողացել ենք նաեւ բովանդակային առումով շատ արդյունքներ ունենալ։ Անցած տարվա կորպորատիվ սոցիալական ծրագրերի շրջանակում իրականացվել են տասնյակից ավելի ծրագրեր ռազմավարության առանցքում գտնվող ուղղություններով՝ կրթություն, բնապահպանություն, առողջապահություն, սոցիալական ձեռնարկատիրություն։ Վերջի տարիներին ավելի շատ ուրախանում ենք բոլոր այն սոցիալական ծրագրերով, որոնք որ մեզ հաջողում է իրականացնել մի շարք ազգանվեր աշխատանք տանող կառույցների հետ եւ իրականում ողջավորությունը հենց սոցիալական ծրագրեր իրականացնելու մեջ է։ Մոտ 50%-ը պորտֆելի կրթական բաղադրիչ է պահանակում, այսինքն մեր կրթական ծրագրերն են, իսկ մնացած 50%-ը բաշխվել է արդեն ըստ ներդրումների ծավալի մշակութային, առողջապահական, բնապահպանական եւ սոցիալական ձեռնարկատիրական ուղղությունները։ Արարատ բանկի աջակցությամբ ձեռագրերի կենսաքիմիական լաբորատորիայի ստեղծումը ուղղակի ապահովում է թռիչքաձև զարգացում այս ոլորտի համար։ Ընդլայնվել է բանկի միջազգային գործընկերությունը, իրականացվել են աջակցության տարաբնույթ ծրագրեր, արձանագրվել է ֆինանսական ցուցանիշների աճ։ 2024 թվականի տարեկան արդյունքներով բանկի ակտիվները կազմել են 419 միլիարդ 489 միլիոն դրամ։ Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 4%-ով կամ 15 միլիարդ 993 միլիոն դրամով։ Անցած տարի բանկի ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է ընդհանուր ակտիվների 52%-ը նախորդ տարվա 49.7%-ի դիմաց, ինչը պայմանավորված է վարկավորման բավականին բարձր տեմպերի հետ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։